Եվ այսպես Մարկո Ռուբիոն չի հավատում Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետին, հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք ականատես եղանք ամերիկացի պաշտոնյայի Մարկո Ռուբիոյի բլից այցելությանը Հայաստանի Հանրապետություն ժամ-ժամուկես տվեց նրա այցը, եկավ Արարատի ֆոնին Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց, հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանը ինչ-որ դժգոհություն հայտնելու է ամերիկյան կողմից սրա վերաբերյալ թե չէ, եկավ Զվարթնոց օդանավակայանում հանդիպեց նաև Արարատ Միրզոյանի հետ, մի քանի փաստաթուղթ իրենք ստորագրեցին, նախաստորագրեցին եւ Մարկո Ռուբիոն հեռացավ Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա եկեք փորձենք մի քանի վարկած քննարկենք, ինչի համար էր անհրաժեշտ այցը կամ այցը ինչ ենթաշերտեր կարող էր իր մեջ ունենալ, նախ արձանագրենք հետևյալը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները, ինչպես նաև ցանկացած գերտերություն, սովորաբար նման այցեր կատարելիս, տարածաշրջան այցեր կատարելիս, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եկեք այսպես ձևակերպենք բարդ հարաբերությունները, իրենք փորձում են որոշակի առումով հավասարակշռություն պահել։ Այսինքն, եթե դու գալիս ես Հայաստան, դու պետք է գնաս նաև Ադրբեջան։ Հիշում եք Ջեյ Դի Վենսի տարեսկզբին այցը Հայաստանի Հանրապետություն, ինչից հետո նա գնաց Ադրբեջան, բայց Մարկո Ռուբիոն միայն Հայաստանում էր։ Այստեղ մենք կարող ենք ենթադրել, որ հիմնական պատճառը կապված է ընտրությունների հետ, բայց բացի դրանից կա նաև տարածաշրջանային իրողություն։ Տարածաշրջանային իրողությունը հետևյալն է. Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մեր հարևան Իրանը այնքան էլ մոտ չեն խաղաղությանը, որքան կարող էր թվալ օրինակ հանգստյան օրերին, որովհետև շատ էր խոսվում այն մասին, որ կողմերը ստորագրելու են փաստաթուղթ, որով 60 օրով դադարեցնելու են պատերազմական գործողությունները միմյանց միջև։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գիշերը հրթիռակոծել են հերթական օբյեկտները Իրանում եւ արձանագրենք հերթական անգամ, ինչպես տարեսկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները Իրանի հետ լարվածության պահերին առաջ են բերում հայկական խաղաքարտը։ Սկզբից հիշում եք Արարատ Միրզոյանին բերման ենթարկեցին Վաշինգտոն, որտեղ Մարկո Ռուբիոյի հետ առաջին այս տեսակ հանդիպումը տեղի ունեցավ, իրենք նախաստորագրեցին փաստաթուղթ, որով կրկին վերաբերվում էր թրիպին։ Հիմա Մարկո Ռուբիոն կրկին գալիս է այստեղ, ինքը գալիս է Իրանի հարակից տարածք, այսպես ձևակերպենք Իրանի Իսլամական Հանրապետությանը սահմանակից պետություն Հայաստանի Հանրապետություն, սա արդեն որ երրորդ դեպքն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամերիկացիները ասպարեզ են բերում հենց այն ժամանակ, երբ որ իրենք խնդիրներ են ունենում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մեր տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը ունի մեկ ֆունդամենտալ խնդիր՝ Իրանին հասցնել կապիտուլյացիայի, ու կրկին Հայաստանի Հանրապետությունը այստեղ ի հայտ է գալիս։ Սա առաջինը, երկրորդը արդեն ներհայաստանյան իրողությունների համատեքստում առնվազն կարող ենք տպավորություն ունենալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հարգարժան գործընկերները եկել էին Հայաստան ամրագրելու իրենց ակտիվների անվտանգությունը, արձանագրելու, որ անկախ նրանից թե քաղաքական զարգացումները ինչ տրամաբանությամբ են ընթանալու, Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու են հետաքրքրված լինել իրենց ակտիվներով Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ինչ են իրենք համարում ամերիկյան ակտիվներ։ Առաջին հերթին իրենք ամերիկյան ակտիվ են համարում թրիպը, որ իրականում դա Զանգեզուրի միջանցքն է, դա միջին միջանցքի մի հատվածն է, որը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով։ Ամերիկացիները արձանագրում են, որ անկախ նրանից, թե ով է ղեկավարում հայաստանյան իշխանությունը, ով է Հայաստանի Հանրապետությունում կառավարական առաջին շենքում վարչապետի աշխատասենյակում աշխատում, ամերիկացիները հետաքրքրված են այդ նախագծի իրագործման մեջ եւ հետաքրքրված են հենց այն տեսքով, որը նախաստորագրվել է օգոստոսի 8-ին, ինչը կրկին ասենք առնվազն հիշեցնում է կամ ավելի շատ դա Զանգեզուրի միջանցքն է։ Սա առաջինը եւ երկրորդ ակտիվը Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված են աշխարհի տարբեր հատվածներում օգտակար հանածոներով։ Իրենց շատ է հետաքրքրում օրինակ Վոլֆրամը, որի հետ կապված իրենք խնդիրների առջև են կանգնել, որովհետև հիմնական մատակարարը միջազգային շուկաներում դա Չինաստանն է, Չինաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին իրենք ամբողջ աշխարհով մեկ տարբեր տեսակի օգտակար հանածոներ են փնտրում, հատկապես այդ օգտակար հանածոների փնտրտուքը ակտիվացել է Իրանի դեմ պատերազմական գործողություններից հետո, որովհետև կա անհրաժեշտություն լրացնել այն զինվորական պաշարները, որը սպառազինության պաշարները, որոնք սպառվել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատերազմի ժամանակ, ամփոփենք այս հատվածը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները արձանագրում են, որ օգտակար հանածոները հայաստանյան եւ Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաները իրենց համար կարևորագույն նշանակություն ունեն։ Իսկ ինչը վերաբերվում է մեզ, այստեղ էլ արդեն ամփոփենք մեր այսօրվա հավելվածը։ Ինչը վերաբերվում է մեզ, Նիկոլ Փաշինյանը քայլ է անում
հերթական քայլն է անում, լավ, նույնիսկ այսպես ձևակերպենք, որը իր հետևանքներով կարող է շատ ավելի աղետաբեր լինել, քան նույնիսկ իր ղեկավարության օրոք Ադրբեջանի հետ նոր պատերազմական գործողությունների արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում Նիկոլ Փաշինյանը տարածաշրջան է բերում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլ բերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը եւ հակասությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Արձանագրենք, Իրանը մեր անմիջական հարևանն է, Ռուսաստանը մեր տարածաշրջանային հարևանն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները օվկիանոսից այն կողմ են գտնվում, բայց մենք արձանագրում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հակամարտության մեջ Իրանի հետ եւ Ռուսաստանի Դաշնության հետ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ճամբարում ենք դրանից բխող բոլոր հետևանքներով այս թնջուկի լուծումը կարող է տալ ընդամենը մեկ սուբյեկտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց ընտրությամբ, եթե քաղաքացիները կարծում են, որ ճիշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը զոհասեղանին դրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի հակասությունների այս կծիկի շրջանակներում, ուրեմն այդպես էլ լինելու է, բայց եթե ի վերջո ինքնապաշտպանական բնազդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ ավելի մեծ է, Հայաստանում պետք է որ քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, որոնք թույլ չեն տա Հայաստանը վերածել միջազգային տարբեր անտագոնիստների բախման թաթերաբեմի, մտածեք այդ մասին։